Ես Մարինե Սարգսյանն եմ, ծնվել մեծացել եմ Երևան քաղաքում եւ վերջին 5 տարիներին արդեն զբաղվում եմ հացագործությամբ եւ ինձ համարում եմ կայացած հացագործ։ 2020 թվականն էր, երբ շատ պատահական լսեցի թթխմոր բառը եւ իմ կյանքը, այսպես ասած, գլխիվայր շուռ եկավ։ Երբևէ տեսած չլինելով, լսած չլինելով թթխմորի մասին, ես սկսեցի օր ու գիշեր կարդալ, որպեսզի հասկանամ առհասարակ ինչա թթխմորը, ինչ-որ առեղծվածային բան կար թթխմոր բառի մեջ։ Ու այդպես սկսեցի ուսումնասիրել, հասկացա, որ թթխմորը իրենից ներկայացնում է հացի ստեղծման հիմքը։ Այսինքն թթխմորից ստեղծվում է անուշաբույր հացերը, ու սկսեցի պատրաստել թթխմոր։ Մոտավորապես 2 շաբաթվա ընթացքում ստացա թթխմոր, թխեցի իմ առաջին հացը ու այդտեղից սկսեց իմ պատմությունը։ Միտքը ղացավ, որ ես զբաղվեմ թթխմորով հացի, եթե ոչ արտադրությամբ, գոնե փոքրիկ ինչ-որ վաճառքով, որովհետև պահանջարկը կար։ Սկսեցի ուսումնասիրել տեխնոլոգիաները ինքնուրույն եւ 2022 թվականին, այսինքն 2 տարի տևեց, մինչեւ ես կարողացա ստանամ այն հացը, որը որ ես ուզում էի։ Գիշերը չքննել, լացել եւ արդեն 2024 թվականի հոկտեմբեր ամսին բացեցի փոքրիկ արտադրամաս։ Ձեռնամուխ եղա նաեւ շատ կարեւոր գործերի իրականացմանը, գրանցվեցի օրինական դաշտում, հարկային դաշտում, նաեւ սննդի տեսչությունում, որպեսզի իմ աշխատանքը ավելի ամբողջական լինի։ Հիմա շաբաթական 2 անգամ թարմ հաց եմ թխում եւ առաքում, ինչպես նաեւ սովորեցնում եմ մարդկանց առողջ թթխմորով հաց թխել։ Կարծիք կա, որ թթխմորով հացը առանց դրոժի, նույն խմորի ճասվածի հաց է, բայց այդպես չի։ Թթխմորն իրենից ներկայացնում է ալյուրի եւ ջրի համախառնուրդ, այսինքն ջուրն ու ալյուրը խառնում ենք իրար, թողնում ենք որոշակի ժամանակահատված, այդտեղ խմորման գործընթաց է տեղի ունենում եւ ծնվում է թթխմորային կառուցվածքը, որը որ իրենից ներկայացնում է վայրի խմորիչների եւ կաթնաթթվային բակտերիաների միացություն։ Այսինքն այս երկու կարևոր միկրոօրգանիզմներն են, վայրի խմորիչներն ու բակտերիաները, որոնք համատեղ աշխատելով, սիմբիոզի մեջ գտնվելով, ապահովում են մեր թթխմորային կառուցվածքը։ Եվ թխմորով հացը աշխարհում այսօր ամենահարգի հացն է, թե իր առողջական տեսանկյունով, թե իր համով, հոտով, ամեն ինչով, եւ սովորական խանութի հացերից կարևորագույն առանձնահատկությունը որ կա, որ ինքը անցնում է շատ երկար դանդաղ խմորման process։ Երկար դանդաղ խմորման արդյունքում բոլորի կողմից այդքան վախենալու հնչող գլյուտենը որոշակի կերպով քայքայվում է եւ մյուս մասն էլ տրոհվում է հատվածների, ինչի արդյունքում հացը դառնում է ավելի դյուրամարս։ Եվ քայքայվում է ֆիտինաթթուն, որը որ արգելափակում է հանքանյութերի կլանումը օրգանիզմի կողմից։ Այս երկու կարևորագույն քայքայումների արդյունքում եւ երկար դանդաղ խմորման արդյունքում վերջնական հացը դառնում է շատ դյուրամարս։ Ու հիմա արդեն ունեմ մշտական հաճախորդներ, որոնք անցել են այս հացին եւ հասկանալով են անցել, որովհետեւ սնունդին մեծ տեղ տալով, հատկապես առողջ սնունդին, նաեւ չենք մոռանում, որ հացը շատ կարեւոր է։ Ամենապահանջվածը տվյալ պահին ցորենի ամբողջահատ ալյուրից պատրաստվող բոքոնն է, իր ամբողջականության, համի, հոտի, տեսքի առումով ունենք դասական հացեր, որոնք ուղղակի հաց են, տարեկանի հաց, ցորենի, հաճարի հավելումներով եւ ունենք միջուկներով հաց, որոնք որ սպეციფიկ հացեր են, օրինակ լոլիկաչրով, ուրցով ամենապահանջված հացն է, կանեփի սերմերով ունենք, ընկույզով ունենք։ Ես ունեմ ստեղծած ուրույն մի թխուկ, որը որ հաց չի, ավելի քաղցր հիմքով, ինքը աշխարհում հայտնի բանանաբրեդն է, որը որ ես փոխել եմ, դասական իր բաղադրատոմսը եւ չի պարունակում շաքարավազ, կարագ, ձու, պատրաստվում է թթխմորով եւ քաղցրությունն ապահովում է բանանն ու արմավը։ Ամենասիրված հատկապես փոքրիկների, որովհետեւ մայրիկները այս թխուկը շատ հանգիստ ուղակի իրանց երեխաներին տալիս են։ Շատ կարևոր է, որպեսզի հիմնականում փոքրուց երեխաներին սկսեն այս հացի մասին պատմել, սովորացնել, որ սա հացի իրական համն է, հացի իրական ձևն է, հացի իրական տեսքն է։ Տվյալ պահին նախատեսում եմ համագործակցություն մի քանի սրճարան, ռեստորանների հետ։ Կանխատեսում եմ, որ մի փոքրիկ բեյքերի եմ ունենալու Երևանի կենտրոնում, որտեղում հենց թխելու ենք, վաճառելու ենք եւ ոչ միայն հաց է լինելու, այլև թթխմորով պատրաստվող հրուշակեղեն, որը որ նաեւ էլի
դեպի առողջությունն ալինելու, ինչպես նաև ես դասընթացներ եմ անցկացնում, օգնում եմ մարդկանց թթխմորով հաց ստանալ, որովհետև մշակույթը շատ տարածվել է եւ տան պայմաններում շատ մարդիկ են ուզում իրենց տան հացը իրենք թխել։ Եվ քանի որ թթխմորով հացագործությունը ունի շատ նրբություններ, ես կարողանում եմ իմ փորձը, որը որ 5 տարիների իմ կուտակած փորձն է, կարողանում եմ մարդկանց տրամադրել եւ իրենք էլ տան պայմաններում սովորեն լավ հաց թխել։ Ես 19 տարեկանից աշխատում եմ, եկել եմ այն եզրակացության, որ չաշխատող մարդը ոչ միտեղ չի աշխատելու։ Բիզնեսի մեջ դժվարություններ շատ են, հատկապես երբ դու մենակ ես անում այդ ամեն ինչը, բայց յուրաքանչյուր օր, երբ ես հաղթահարում եմ, ասենք, երեկվա խնդիրները, խնդիրները լուծում եմ, մի քայլ ոնց որ ես ուժեղանում եմ ավելի, ես ուզում եմ հենց իմ հայրենիքում հաջողեմ ուղղակի։ Ես այդպես եմ ուզում։